Գոյամարտ սերիալում իրադարձությունները հիմա արդեն ոչ միայն լարված են, այլ բառացիորեն ողբերգական։ Այն ամենն, ինչ Լեոն երկար ժամանակ փորձում էր թաքցնել ու միայնակ կրել, վերջապես հարվածում է ամբողջ ընտանիքին, եւ այս անգամ հետևանքները շատ ծանր են։ Լեոյի փողոցային մարտերը սկզբում թվում էին պարզապես վտանգավոր ճանապարհ գումար աշխատելու համար, բայց իրականում դրանք նրա ներքին կոտրվածքի արտահայտությունն էին։ Բայց Գոյամարտում յուրաքանչյուր սխալ իր գինն ունի, եւ հիմա այդ գինը վճարում են ոչ միայն Լեոն, այլ նաեւ նրա ամենասիրելի մարդիկ։ Շատ կարեւոր է այն պահը, որ Լեոն լավ հասկանում է, թե Դավիթն ուր էր գնում եւ նրա հետևից գնում է։ Լեոն երբեք հանգիստ չի կարող նստել, եթե զգա, որ Դավիթը վտանգի մեջ կարող է հայտնվել։ Հատկապես վերջին իրադարձություններից հետո նրանց հարաբերություններն ավելի զգացմունքային են դարձել։ Դավիթն արդեն մեկ անգամ ծանր վնասվածք էր ստացել, Լեոն տեսել էր եղբոր ցավը, տեսել ընտանիքի փլուզումը եւ հիմա կարծես յենթագիտակցորեն փորձում է թույլ չտալ, որ նոր դժբախտություն պատահի։ Բայց իրավիճակն, ինչպես երևում է, դուրս է գալիս վերահսկողությունից։ Լեոյի պարտքերը եւ փողոցային մարտերի հետ կապված մարդիկ վերջապես գալիս են իրենց գումարի հետևից։ Շատ սպասելի զարգացում էր։ Նման աշխարհը երբեք չի ներում պարտքերը, եւ Լեոն, որքան էլ ուժեղ լինի, չէր կարող անվերջ փախչել այդ մարդկանցից։ Կռիվը սկսվում է շատ արագ։ Դավիթը, Լեոն, Սարիկն ու Վովան հայտնվում են նույն վտանգի կենտրոնում։ Սա արդեն պարզապես փողոցային վիճաբանություն չէ, սա պատերազմ է, որտեղ տղաները բառացիորեն փորձում են փրկել միմյանց։ Շատ հուզիչ է հատկապես Վովայի ներկայությունը։ Վովան միշտ կարծես ավելի հեռու էր այդ վտանգավոր կյանքից, բայց հիմա նա հայտնվում է այդ մութ աշխարհի մեջ եւ ամենասարսափելին տեղի է ունենում հենց նրա հետ։ Շատ հնարավոր է, որ Վովային վնասեն, հավանաբար դանակահար են։ Հիվանդանոցային կադրերը հենց դրա մասին են խոսում։ Նրա վիճակը ծանր է եւ սա լինելու է սերիալի ամենահուզիչ ու ամենածանր գծերից մեկը։ Պատկերացրեք այդ տեսարանը. Դավիթ Պապն է հիվանդանոցում, Լեոն կոտրված, Դավիթը խուճապի մեջ, բոլորը փորձում են օգնել Վովային։ Վովան կյանքի ու մահվան սահմանին է։ Այս ամենը կարող է ամբողջությամբ փոխել ընտանիքը, հատկապես Դավիթ Պապի համար։ Իսկ Լեոն իրեն ամբողջ կյանքում մեղավոր է զգալու, որովհետև սա առաջին դեպքերից է, երբ նրա որոշումների հետևանքով եղբայրներից մեկը բառացիորեն մահվան եզրին է հայտնվում։ Լեոն իրեն երբեք չի ների, եթե Վովայի հետ վատ բան պատահի։ Նա միշտ պատրաստ է վտանգել միայն իրեն, բայց հիմա տուժել է Վովան, եւ հենց դա է կոտրելու Լեոյին ներսից։ Շատ կարեւոր է նաեւ, թե ինչպես է փրկվելու Վովան։ Սա լինելու է սերիալի ամենահուզիչ բացահայտումներից մեկը։ Եթե Վովայի վիճակը ծանր լինի ու շտապ արյուն անհրաժեշտ լինի, շատ հնարավոր է բժիշկները հարցեր տան եւ հենց այդ պահին մայրը հնարավոր է ստիպված լինի ասել ճշմարտությունը, որ Լեոն, Դավիթն ու Վովան իրականում եղբայրներ են։ Սա չափազանց հզոր դրամատիկ պահ կլինի, որովհետև մինչ հիմա այդ գաղտնիքը կարծես օդում կախված էր, բայց ոչ ոք ամբողջությամբ չէր արտաբերում, իսկ հիվանդանոցը կարող է դառնալ այն վայրը, որտեղ ճշմարտությունը վերջապես դուրս կգա։ Պատկերացրեք Լեոյի դեմքը, երբ նա հասկանա, որ Վովան իր հարազատ եղբայրն է, այդ պահին նրա ամբողջ վերաբերմունքը փոխվելու է։ Նա միշտ սիրել է Վովային, բայց այդ ճշմարտությունից հետո այդ կապը լրիվ ուժ կստանա։ Դավիթի համար մեծ ցնցում է լինելու, եւ հնարավոր է բժիշկները Վովայի փրկության համար նրա հարազատների արյան կարիքն ունենան, իսկ դա նշանակում է, որ մայրը ստիպված է լինելու պատմել ողջ ճշմարտությունը։ Եվ այստեղ ամենահուզիչը լինելու է Դավիթ Պապի արձագանքը։ Նա արդեն մեկ որդի կորցրել է, հիմա վտանգի մեջ են թոռները, եւ եթե այս ամենի մեջ բացահայտվի նաեւ Վովայի իրական պատմությունը, պապիկի համար դա կլինի եւ ցավ, եւ երջանկություն։ Ցավ տարիների կորստի համար, երջանկություն գտած ընտանիքի համար։ Բայց ամենամեծ վտանգն այն է, որ նման իրավիճակում ճշմարտությունները սկսում են արագ բացվել։ Եթե եղբայրների կապը բացահայտվի, դրանից հետո կարող են սկսվել մյուս գաղտնիքների բացահայտումները։
Եվ սերիալը թվում է, թե գնում է դեպի մի փուլ, որտեղ այլևս ոչ ոք չի կարողանա թաքնվել ստերի հետևում։ Սարիկի կերպարն էլ այս ամենում կարևոր է, նա կրկին ապացուցում է, որ պարզապես ընկեր չէ, նա այդ ընտանիքի մի մասն է դարձել։ Ամենադժվար պահերին հենց ինքն է կանգնում տղաների կողքին, և շատ հնարավոր է, որ առաջիկա սերիաներում հենց Սարիկը դառնա այն մարդը, ով կփորձի պահել ընտանիքը միասին։ Վովայի հիվանդանոցային գիծը հաստատ շատ հուզիչ է լինելու։ Եվ այդ ամբողջ ցավի մեջ մի ճշմարտություն, որը կարող է փոխել բոլորի կյանքը։ Այս պահին գոյամարտը դարձել է պատմություն ոչ միայն վրեժի ու սիրո, այլ նաև արյան կապի մասին, և թվում է հենց այդ կապերն էլ առաջիկայում կամ կփրկեն այս ընտանիքը, կամ վերջապես կկործանեն։